Վտանգված է երևանցու կյանքի տևողությունը, որակը եւ անմիջական առողջությունը։ 20-ի փոխարեն 4%։ Մասնագետը սոս է հնչեցնում։ Երևանում 5 անգամ պակաս է կանաչ գոտու սահմանված նորմը։ Քաղաքային իշխանությունը կոտրում է Երևանի կանաչ կմախքը, որ ստեղծվել է տասնամյակների տքնաջան աշխատանքով։ Նախորդ շաբաթ մի քանի անգամ է լսվել սղոցի ձայն, առանց կանաչ ծածկույթի է մնացել Թումանյան փողոցը, ամբողջությամբ։ Հաստաբուն-թեղիները հատվել, փոխարենը տնկվել են հուդայածառեր, յուրաքանչյուրը ըստ տարբեր հաշվարկների 80,000 դրամով։ Թեղի ծառատեսակավորը այդտեղ աճում էր եւ շատ նորմալ վիճակում էր գտնվում, որտեղ բուժված բացարձակապես ծառեր էին արդեն 20 մետր 15-17 մետր բարձրություն միջև շենքերի կտուրը բարձրություն ունեցող ծառեր էին, որոնք ունեն շատ բարձր սանիտարահիգիենիկ հատկանիշ։ Մասնագետի մոտ ծիծաղ է առաջացնում պաշտոնյաների պնդումը, թե նոր ծառերը ունեն 200% կպչողականություն։ Վարդանյանը անհիմն է համարում նաև փաստարկը, թե ծառերի կյանքը վտանգված է փչակների պատճառով։ Կենտրոնական տեղակայված փչակը ծառի ամրության վրա որևիցե անդրադարձ չունի։ Վառ ապացույցն էր արցախյան տնջրին, որը 2030 տարեկան էր եւ ամբողջությամբ չուներ ուրեմն փչակը ամբողջությամբ դատարկ եւ ծառը կանգուն եւ ոչ մի բան չէր լինում, ապացուցում էր, որ դեռ 2030 տարի առաջ Արցախում եղել է դեկորատիվ ծառերի տունք, որոնք պտուղ չեն տալի, այլ ուղղակի ստվերացում են ապահովում։ Քաղաքապետարանը մոտ 8 տասնյակ ծառեր է կտրել, տեղափոխել ու տեղավորել է մեկ օրվա մեջ, հետո շատ արագ անցել հատված ծառերի բնաբաժակները դեկորատիվ տնկիներով լցնելու գործին։ Կոռուպցիոն ռիսկ կա, մասնագետը չի բացառում։ Քաղաքապետի հայրը այդ բիզնեսն է, դա է իր իրականացվող ուրեմն աշխատանքը։ Ինչքանով է նա ներգրավված այս ամբողջական ծրագրին, ես չեմ կարող պնդել, ասել եւ դրա համար կան իրավապահ մարմիններ, որոնք այդ փոխկապակցվածությունները պետք է ուսումնասիրեն։ Երևանն էլ փոքր քաղաք, այնստեղ բոլորը իրար ճանաչում են եւ եթե ուզենան ինչ-որ մի բան բացահայտեն, կբացահայտեն։ Իսկ եթե չեն բացահայտում, ուրեմն ինչ-որ բան կա, որ չեն բացահայտում։ Ծառերի սպանդ նաև բուսաբանական այգում կաղնիների պուրակը անցյալում է, հատվել է միանգամից 34 ծառ, ով ինչպես ինչ հիմքով է ձեռքն առել սղոցն ու կացինը, որևէ օղակ տեղյակ չէ։ Իրավապահները կփորձեն պարզել ու գտնել պետությանը 16.5 միլիոն դրամի վնաս պատճառողներին։ Երեքշաբթի քաղաքապետարանի մոտ էին հավաքվել բնապահպանները։ Նպատակն է թույլ չտալ կտրել այն ծառերը, որոնք հայտնվել են քաղաքապետարանի թիրախում։ Քաղաքապետարանից կանաչների բողոքի ակցիային, որին մասնակցել են նաև ռուսներ, արձագանքել են այսպես. Ծառերը փոխարինվում են ապագայում կանաչ եւ գեղեցիկ Երևան ունենալու նախագծով, որը մենք անելու ենք, ինչքան էլ ռուսական վնգստոց լսենք։ Անընդունելի է որևիցե անձի կողմից, առավել եւս Երևանի ավականու անդամի կողմից, կնոջ կողմից, որը նոր փոքրիկ ունեցել, այսինքն ոնց կարելի է այդ ատելությունը տարածել։ Ավականուն դիմադիր անդամը, որ երկար տարիներ զբաղվում է բնապահպանական հարցերով եւ անձամբ է ճանաչում էկոակտիվիստներին, վստահեցնում է, ընդդեմ ծառահատման ցույց անող ռուսների մեծ մասը Հայաստանի քաղաքացի է, հետեւաբար նրանք ունեն հավասար իրավունքներ ու պարտականություններ։ Սևակ Վարդումյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։